Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաև իրանական պատասխան հարվածները շարունակվում են։ Ըստ Իսրայելի բանակի վաղ առավոտյան Իրանը հրթիռներ է արձակել երկրի ուղղությամբ, պայթյուններ են լսվել Երուսաղեմում, Թել Ավիվում աշխատել է ՀՕՊ համակարգը։ Պայթյուններ են գրանցվել նաև Թեհրանի բնակելի հատվածներում։ Ըստ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են երկրի 174 քաղաք։ Գրանցվել է 636 հարված ավելի քան 1330 վայրում։ Զոհերի թիվը գերազանցում է 1000-ը։ Հարվածի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, վնասվել են նաև Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական և դեղագործական կենտրոններ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային շարժական կայանքների ոչնչացումը շարունակվում է, իսկ Ջերալդ Ֆորդ ավիակիրը միջերկրական ծովից շուրջօրյա ռեժիմով շարունակում է աջակցել ռազմական գործողություններին։ Մեկ այլ ամերիկյան ավիակիր խումբ էլ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ավելի վաղ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան Սուզանավի կողմից իրանական ռազմանավի խոցմանը, որի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել։ Հնդկաստանի ռազմածովային ուժերի հյուր հանդիսացող Դենա ֆրեգատը, որի տախտակամածին մոտ 130 նավաստի կար, առանց նախազգուշացման հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում։ Հիշեք խոսքերս, ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար։ Ավելի վաղ ԱՄՆ Սենատը ձայների 53-47 հարաբերակցությամբ դեմ է քվեարկել օրինագծին, որով առաջարկվում էր արգելել վարչակազմին Իրանի դեմ ուժ կիրառել առանց կոնգրեսի հաստատման և սահմանափակել պատերազմ վարելու նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները։ Լարված իրավիճակը պահպանվում է ամբողջ տարածաշրջանում։ Իրանական անօդաչուները հարվածել են նաև Նախիջևանին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը Շեկերաբադ բնակավայրի միջնակարգ դպրոցի մոտ։ 2 մարդ վիրավորվել է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարվածները։ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։ Պահանջում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից հնարավորինս սեղմ ժամկետում պարզաբանել վերոնշյալ հարցը, բացատրություն տալ և անհրաժեշտ հրատապ միջոցներ ձեռնարկել ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Գերատեսչությունը հավելել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Միջադեպին անդրադարձել է նաև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, շեշտելով Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք իրականացվել են առանց որևէ ռազմական անհրաժեշտության։ Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցներ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարձակումներն անպատասխան չեն մնա։ Հարվածներ են արձանագրվել տարածաշրջանային այլ երկրներում ևս։ Սաուդյան Արաբիան թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարք է խոցել։ Լիբանանի Տրիպոլի քաղաքում Իսրայելը հարվածել է պաղեստինցի փախստականների ճամբարի շենքերից մեկին, կա 2 զոհ։ Իսկ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի մոտ խոցված ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա, տուժածներ չկան։ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թիրախավորման ֆոնին կատարը սկսել է Դոհայում ԱՄՆ դեսպանատան մերձակա թաղամասերից բնակիչների տարհանումը։ Նաև տեղի է ունեցել բնակչության զգալի տեղաշարժ։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, հակամարտության առաջին 2 օրերին շուրջ 100,000 մարդ հեռացել է Իրանից։ Լիբանանում 58,000 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Լիբանանից Սիրիա է տեղափոխվել մոտ 11,000 մարդ։ Շարունակվում է նաև տարածաշրջանի երկրներից օտարերկրացիների տարհանումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի և տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ և օգնություն առաջարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում։ Նրա խոսքով Մոսկվայի դեմ պատերազմի ընթացքում Կիևն այդ ուղղությամբ արդեն մեծ փորձ է կուտակել։ Քննարկվում է տարածաշրջան ուկրաինացի մասնագետների ուղարկման հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկել է տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Կիպրոսի, Իտալիայի, Թուրքիայի։ Իր թուրք գործընկեր Հաքամ Ֆիդանի հետ զրույցում Ռուբիոն անընդունելի է որակել Թուրքիայի ուղղությամբ Իրանից հրթիռի արձակումը և խոստացել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը։ Այս միջադեպի առնչությամբ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համապատասխան նախազգուշացումներ է արել։ Մենք ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցառումները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ զերծ խորհրդակցելով եւ անհապաղ ձեռնարկում ենք անհրաժեշտ միջամտությունը։ Մենք հնարավորինս հստակ նախազգուշացումներ ենք տալիս, որպեսզի նմանատիպ միջադեպեր այլևս չկրկնվեն։
Իրանի զինված ուժերից հայտնել են, որ հարգում են հարևան եւ բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը եւ հերքել են երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի անդամների զգալի մասն աջակցում է Իրանի միջուկային եւ հրթիռային կարողությունների դեմ ԱՄՆ նախագահի գործողություններին։ ՆԱՏՕ-ն ներգրաված չէ, բայց ակնհայտ է, որ դաշնակիցներն ըստ էության հիմնականում աջակցում են նախագահ Թրամփի գործողություններին եւ նաեւ նպաստում են այն ամենին, ինչն Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ անում է տարածաշրջանում ուղղված Իրանի միջուկային եւ իհարկե հրթիռային կարողությունների ոչնչացմանը։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի ուժերն աչալուրջ են եւ պատրաստ պաշտպանելու դաշինքի տարածքը, ինչի վկայությունն է Թուրքիայում իրանական հրթիռի խոցումը ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ մտահոգություն է հայտնել, որ Անվտանգության խորհրդի անդամները համակարծիք չեն Մերձավոր Արևելքում տիրող իրադրության շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել ընդհանուր դիրքորոշման հասնել։ Անդրադառնալով հարվածների առաջին օրն Իրանի իգական դպրոցում 160 երեխայի զոհվելու մասին հաղորդագրություններին Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ նրանց մահվան մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետաքննում է այս միջադեպը։ Դյուժարիկը մտահոգության մեկ այլ թեմա է անվանել Հորմուզի նեղուցի փակումը, ինչը նրա խոսքով մեծ ազդեցություն կունենա հատկապես համաշխարհային տնտեսության վրա։ Հորմուզի նեղուցի փակման եւ Կատարում հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման պատճառով Եվրամիությունում բնական գազի գինը վերջին 2 օրում աճել է 60%-ով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։